Այսօր հայոց ցեղասպանության ոճրագործության 110-րդ տարելիցն է Լրանում, դուք այս պահին գտնվում եք Ծիծեռնակաբերդում, որերորդ անգամն է, որ այցելում եք Ծիծեռնակաբերդ եւ ինչ գիտեք հայոց ցեղասպանության։ 10 տարեկանից սկսած այցելում եմ ցեղասպանության հիշատակին նվիրված համալիր, ամեն տարի դասարանով թե ընկերներով կազմակերպում ենք հայ Ծիծեռնակաբերդ, պետք է հիշենք, որ 1915 թվականի ապրիլի 24-ին 2000 մտավորական է ոչնչացվել, որոնց մեջ էր Դանիել Վարուժանը, Գրիգոր Զորապը, Կոմիտասներ էր ցուցակի մեջ, մեր ջարդերը սկսած 1896 թվականից Աբդուլհամիդ II ժամանակվանից հայերը Օսմանյան կայսրությունում կոտորվել են եւ 15 թվականին 1.5 միլիոն հայ կոտորվեց, որի արդյունքում մենք կորցրեցինք Արևմտյան Հայաստանը, մեր պապական հայրենիքը։ Հետագայում 1918 թվականին ՀՅԴ-ն կազմակերպեց հանձնաժողով Երևանում, ստեղծվեց Նեմեսիս գործողությունը եւ ոճրագործները սպանվեցին, Թայլատ, Էնվեր Ջեմալ, Բեհբուդ Շանջիվանշիր եւ այլն տարբեր ոճրագործներ մահացան, ոչնչացվեցին։ Հայ վրիժառուները վրեժ լուծեցին հայերի համար, անմեղ զոհերի հիշատակի համար։ Այսօր այդ վրեժխնդրությունը, պահանջատիրության զգացողությունը արդյոք ըստ ձեզ մեր երիտասարդների եւ մասնավորապես ձեր դպրոցահասակների շրջանում կա։ Վրեժխնդիր պետք է լինենք միշտ եւ պատրաստ լինենք նոր հարցակմանը, որ խաղաղություն կնքել միմիայն մեր հողում, մեր տարածքում։